Գրականությունը, ինչպես նաև արվեստի մյուս ճյուղերը կարող են լավագույնս արտացոլել ներկա ժամանակների իրականությունը։ Ողջույն, եթերում մշակույթի ուժը հաղորդաշարն է եւ այսօրվա մեր թեման գրականությունն է։ Մեր հյուրերն են բանասիրական գիտությունների թեկնածու Մանուկ Աբեղյանի անվան գրականության ինստիտուտի սփյուռքահայ գրականության բաժնի վարիչ, 100-ից ավել գրքերի խմբագիր գրականագետ Արմեն Ավանեսյանը, ողջույն։ Երիտասարդ գրող Ավետիք Իսահակյանի կենտրոնական գրադարանի մանկական գրականության բաժնի վարիչ Օֆելի Դալաքյան, բանասեր արձակագիր Արփինե Այք եւ բանաստեղծ մանկավարժ Գոռ Հարությունյան։ Շնորհակալ եմ, որ իմ հյուրն եք եւ ինչպես արդեն ասացի, քննարկելու ենք այսօր գրականությունը։ Հետաքրքիր է, որ երբ ես ուսանող էի եւ պարբերաբար առիթ էինք ունենում ամենատարբեր գրականությանը անդրադառնալու, բնականաբար մեզ մեր դասախոսները հիշեցնում էին հատկապես ժամանակների մասին, ինչ էր կատարվում 18-րդ դարում, 19-րդ դարում, որը ձևավորում էր ամբողջ գրականության տեսակը։ Արդյոք այսօր անդրադառնալով գրականությանը մենք, չգիտեմ, դուք որպես մասնագետներ իհարկե կարող եք ասել, այդպես է թե ոչ, մենք ուզում ենք սկսել հատկապես հայ գրականությունից, ինչ է այսօր արտացոլում հայ գրականությունը, այսինքն հայ գրողները, ինչին են անդրադառնում եւ արդյոք իսկապես տարիներ անց մենք կարդալով այսօրվա գրականությունը կարող ենք ճշգրիտ ճանաչել ներկա ժամանակների իրողությունը։ Սկսենք ձեզնից, պարոն Ավանեսյան։ Փոքրիկ էքսկուրս կատարեմ գրականության, գործառնականության հետ կապված հատկապես խորհրդային տարիներին գրականությունը ուղղակիորեն պետության հովանավորչության տակ էր եւ ուղղորդվում էր անգամ եւ գաղափարական կարեւոր հանձնարարություններ էր նաեւ կատարում եւ երբ որ եղավ անկախության շրջանը, երկաթե վարակույրները այսպես ասած խորտակվեցին, բացվեց աշխարհի դեմ այս երկխոսությունը եւ հայ գրողը սկսեց ավելի շատ տարբեր ուղղությունների, տարբեր փիլիսոփայական մտքերի, տարբեր հոգեբանական ուսումնասիրություններ եւս եւ ներթափանցեցին գրականություն եւ ստեղծվեց մի տեսակ ցակուցերի վիրավիճակ։ Շատերը չկարողացան ուղղակիորեն գրականության այսպես ասած ջիղը բռնել, Լևոնտ Մաթեոսյանի նման գիգանտը ասեց վերջ, ես այլևս չեմ գրում, Վահագն Գրիգորյանը 10 տարի լռեց, հետո նոր կարողացավ նոր խոսք ասել իր գրականության մեջ։ Սա շատ հետաքրքիր էր, որովհետև նոր ժամանակները բերում էին նոր մոտեցումներ, նոր ընկալումներ, նոր հայացքներ գրողի եւ բոլորը չէին, որ կարողանում էին այդ հայացքները ամբողջությամբ վերցնել եւ իրագործել, որովհետև կար նախընթաց շրջան, կար նոր իրողություններ։ Գրականությունը ըստ իմ վստահ կարող եմ ասել իմ ընկալմամբ, գրականությունը ամենաճշգրիտ մեր ժամանակների պատմությունն է ներառում, եթե մենք ուզում ենք իմանալ, չգիտեմ, ասենք 20-րդ դարասկզբի իրողությունները, մենք կարող ենք գրականությամբ ավելի ճշգրիտ վերականգնել այդ իրողությունները, քան ասենք պատմության դասագրքերում որ կա, որովհետև լավ գիտենք պատմությունը մի քիչ այսպես ասած գիտություն է, որը գիտնականը իր ուսումնասիրությունն է կատարում եւ ունի իր տեսակետը, իսկ գրականությունը տվյալ ժամանակաշրջանի կարելի է ասել որոշակիորեն փաստագրումն է, վավերագրումն է, ճիշտ է գեղարվեստական առումով, բայց այնտեղ ճշմարտությունները ավելի լավ կարող ենք տեսնել, այլ օրինակ Գուրգեն Մահարու արձակով մենք կարող ենք հստակ 20-րդ դարասկզբի միջև դարակես այդ ժամանակների կամ նույն աքսորի ժամանակաշրջանի եւ աքսորի տարիների մասին պատկերացում կազմել։ Այլ հարց է թե ինչպես է կարողանում ընթերցողը ենթատեքստը կարդալ, տեքստի տակի տեքստը կարդալ, ենթատեքստի տակի մյուս տեքստը կարդալ։ Սա արդեն ընթերցանության խնդիր է։ Այսօր կա բավականին հետաքրքիր, բավականին բազմաբղետ, բազմազան, բազմաձայն գրականություն։ Բայց դա լավ է, պարոն Ավանեսյան, թե բաց, որովհետեւ այսօր յուրաքանչյուրը կարող է հրատարակել ինչ ուզում է, բայց այնտեղ որակ կա եւ արդյոք արժի որ այն հրատարակվի, չգիտեմ։ Դա միևնույն ժամանակ եւ լավ է, մյուս կողմից նաեւ այո, բերում է իր հետ նաեւ որոշակի անըմբռնելի հասկացություններ։ Օրինակ, տեսեք ինչ է տեղի ունենում։ Եթե մենք կարդում ենք Համոսայանի հարցազրույցներից մեկը տեսնում ենք ինչ է ասում։ Մեր ժամանակ հարյուրավորները գալիս էին, ովքեր մնացին, 3, 4, 5 անուններ մնացին, որոնք գրականության մեջ տվեցին։ Այնպես որ ժամանակները կարելի ասել նույնությամբ կրկնվում են։ Այսօր էլ տեսնում ենք սերնդափոխությունը կարծես թե տեղի է ունեցել։ Կան այսօր գրական դաշտում ակտիվ գործող, միջին տարիքի ստեղծագործողներ, ամուր, լավ, հետաքրքիր երիտասարդներ են գալիս, ուժեղ երիտասարդներ են գալիս, ինչը ինձ շատ է դուր գալիս։ Մյուս կողմից կան նաև այո այդ գրամոլությամբ տառապող, ասինքն նրանք ովքեր չունեն բազային կրթություն, չունեն աշխարհայացք, չունեն ընթերցանության նկատմամբ, այսպես ասած, բազմաֆունկցիոնալ մոտեցում, որ կարողանան գրական լայն
գրականությունը ծանոթ լինել այդ լայն գրականությանը, սա խնդիր է բերում, սա նաև յուրաքանչյուր գրիչ վերցնողին պիտի ասեմ, մի քիչ պատասխանատվության զգացում ունենա, գոնե նախ ինքը իր առջև, հետո նոր հասարակության առջև, որովհետև այդ պատասխանատվությունը շատ կարևոր է, թե ինչ է ստեղծում։ Այո, այսօր մենք տեսնում ենք, որ մոլախոտ շատ կա։ Դա նաև ավագ սերնդի մի շարք գրողներ կան, որ չեն հաղթահարել այսպես կոչված սկսնակի հոգեբանությունը, դեռևս ասենք միջին, բայց սա մյուս կողմից գրական ընթացք է։ Գրական ընթացք է, որտեղ որ պիտի ձևավորվի, այն առաջատար գրողները պիտի ձևավորվեն, որոնք որ մեր մտավոր ունակությունները, մեր մտավոր կարողությունները առաջ մղեն եւ դա մենք պիտի կարողանանք ճանաչել եւ հանրայնացնել։ Սա լուրջ խնդիր է, որ հանրայնացման համար մենք խնդիրներ ունենք եւ շնորհակալություն ձեր հաղորդաշարին, որ մշակույթին, գրականության, ընդհանրապես արվեստին ուշադրություն ենք դարձնում, որովհետեւ եթե մենք կորցնենք մեր մշակույթը, արվեստը, մեր ինքնությունը կկորցնենք նախ եւ առաջ։ Շնորհակալ եմ ձևակերպման համար։ Պարոն Հարությունյան, ես ուզում եմ ինձ թույլ տալ ձեզ ասել երիտասարդ ստեղծագործող։ Ես իհարկե ծանոթ եմ ձեր ոճին եւ ինչին եք դուք անդրադառնում։ Եվ շատ հաճախ այո տեսնում եմ, որ այն խնդիրները, որոնք ձևավորվում են մեր իրականության մեջ, դուք դրան անտարբեր չեք եւ միշտ արկա է ստեղծված հայրենիքում ստեղծված յուրաքանչյուր խնդիր ձեր բանաստեղծություններում։ Բայց եթե մենք մի քիչ լայն նայենք այսօր գրականություն ասվածին, հա, գրականություն, որը գեղարվեստական հարթակի միջոցով փորձում է ժամանակների մասին խոսել, ամեն ինչի մասին պիտի խոսենք։ Մենք այսօր թերևս հուզամ, որ դուք նաև երիտասարդ ստեղծագործողների գրականությունը, հա, ճանաչում եք, կարդում եք, փորձում եք հասկանալ ինչ խմորումներ են տեղի ունենում։ Մենք առհասարակ ինչ սանդղակի վրա ենք, բառամթերքի, մտածողության, լեզվամտածողության, հա, մի քիչ տարբերվող լեզվամտածողության, որովհետև շատ դեպքերում այն 16 տարեկան հովերում, երբ երիտասարդ մեկը սիրահարվում էր եւ կարծում էր, որ ինքը լավագույն բանաստեղծն է, որ ժամանակը ծնել է, գրում էր, հետո 2 ամիս հետո կարդում ես, հասկանում ես, որ սա բացարձակ ապուշություն է եւ գոնե թե ունենում ես խիղճ այն պատռելու։ Ոմանք չեն ունենում այդ խիղճը եւ համարում են, որ իրենք իսկապես լավագույնը ստեղծագործել են։ Ինչ է կատարվում այսօր երիտասարդ գրողների շրջանակներում։ Լեզվամտածողության հարցը ինձ համար ցավոտ է անհիշելի ժամանակներից գրականության առնչությամբ, որովհետև լեզուն միակ գործիքն է գրողի ձեռքին, ուրիշ տարբերակ չունի, ուրիշ գործիք չունի։ Եվ լեզվի հետ վարվել անբռնազբոս, ներողություն բառի ամենաբացասական իմաստով, եթե ունի բացասական իմաստ այս բառը, հետևաբար կնշանակի աղճատել գրականությունը, ժամանակակից գրականությունը, որը որ պիտի ավանդ տրվի սերունդներին։ Բայց ես մի փոքր հետ գնամ եւ երևի թե երկրորդեմ կամ լրացնեմ Արմեն Ավանեսյանին եւ ասեմ, որ մշակույթը, իմաստավորի գրականությունը բոլոր ժամանակներում եղել է քաղաքականության ձեռքին գործիք։ Մեր ընկերը հիշեց խորհրդային ժամանակները, որտեղ այո գլավլիտը կար, այսպես գրաքննությունը կար, իսկ որ ժամանակում չկար դա, դրանից առաջ չկար ցարական, այսպես կառավարության իշխանության օրոք չկար, դրանից առաջ անիշխանության ժամանակ միթե եկեղեցու հովանու ներքո չէր, այսպես ճակերտավոր ասած, եւ ուղղորդումը այսպես թե այնպես կար։ Հետանկախության շրջանում էլ կա, ուղղակի մի քիչ այսպես լավ չենք պատկերացնում, լավ չենք տեսնում այդ ուղղորդումը եւ թվում է թե դաշտը մնացել է այսպես պարապ, այսինքն պետության կողմից չկա ուղղորդում, կա այդ ուղղորդումը, այլ հարց է ճիշտ տեղ է տանում պետությունը այդ գրականությունը, այսինքն գրական կամ մշակութային, ավելի լայն ասած քաղաքականությունը ճիշտ է տանում, թե սխալ է տանում։ Դիցուք պիտի հասկանալ որևէ պետություն, եթե ունի գերատեսչություն, որը որ մշակույթի նախարարությունն է, հա, պայմանական ճակերտավոր ասած, արդեն պարզ է, որ քաղաքականություն պիտի լինի, որ այդ մշակույթը ուղղորդվի։ Հիմա մի քիչ ստորադասված է, որովհետև մեզանում այդ գերատեսչությունը արդեն այսպես երկրորդային պլան է, բայց միևնույն ժամանակ էլի կա այդ ուղղորդումը, քաղաքականությունը էլի կա, ուզենք թե չուզենք կա։ Բայց պիտի դառնանք նաև ներքին գրաքննիչի հարցին, խնդրին, որը նաև ձեր հարցի երևի թե ուղիղ պատասխանն է։ Հենց լեզվամտածողության իմաստով, քանի որ ասացի, որ լեզուն միակ գործիքն է գրողի ձեռքին, ուրեմն ներքին գրաքննադատը նախ եւ առաջ պիտի լինի,
որ կարողանաս քո գրականությունը նախ ինքդ հավանել եւ երկրորդը հրապարակել, հանրահարճակել եւ երրորդը ունենալ ամբիցիա, այսպես ասած, ավանդ թողնել քեզնից հետո եկող սերունդին։ Այսօրվա մեր գրականությունը ճիշտ է նկատված Արմեն Ավանեսյանի կողմից, որ այո, արտացոլում է մեր իրականությունը, թերևս շատ ավելի լավ երբեմն քան ինքը պատմությունը կամ պատմագրությունը հետոյի համար, որովհետև վերջին հաշվով եթե մենք տուրք տանք ռեալիստական դրույթին, կյանքն ինչպես որ է, այսինքն այսօր գրականությունն այնքան բազմազան է եւ այնքան բազմաշերտ, որ արտացոլում է մեր կյանքի բոլոր շերտերը։ Բայց այստեղ ուզում եմ մի շատ կարևոր նյուանսային բան չմոռանանք։ Մենք երբ խոսում ենք գրականության մասին, սա արդեն իբրև մանկավարժ եմ ասում, որտեղ դասավանդելիս ես իմ աշակերտների պարտադիր ասում եմ, պետք է միշտ ակտիվ բառը պաշարում կամ ակտիվ գիտակցության մեջ պահել գեղարվեստական բառը, որովհետև երբ որ դու գեղարվեստական բառը հանում ես գրականությունից, ենթագիտակցորեն արդեն գնում ես դեպի գռեհկաբանություն, հաճախ գնում ես դեպի գռեհկաբանություն։ Իսկ գրականության դեպքում սա ընդունելի չի, հանդուրժելի չի։ Իսկ ինչի է մեր իրականության մեջ այսքան արդեն ցցուն, ոչ ընդունելի գրականությունը թույլ տրվի այսպիսի մի ձևակերպում անել, ոչ թե որովհետև սա նոր բան է, գրամոլությունը նույն բան է, գրչակությունը նույն բան է, նոր բան է, կամ գրական այսպես թայֆայությունները կամ խմբավորումները ամենավատ իմաստով նոր բան են խոսքը միությունների, առողջ միությունների մասին չէ, ինչպես ժամանակին, ասենք, Թումանյանի ձեռամբ կար Վերնատունը, այլ որովհետև հիմա տեխնոլոգիական ժամանակներում սա շատ ակնհայտ է, որովհետև յուրաքանչյուրի ձեռքին կամի գործիք, սոցիալական հարթակ եւ սոցիալական հարթակում հրապարակվում են ցանկացած մեկի, այսպես մտքի գոհարը, արգասիքը եւ հասանելի են դառնում եւ կան մարդիկ, մի քիչ ավելի ճարպիկները, որ իրենք շուրջ հավաքում են այսպես որոշակի գեղագիտական ճաշակ ունեցող, իրենց գեղագիտական ճաշակին համահունչ մարդիկ եւ ստեղծում են թույլ տրվի այսպես գուցե ոչ եթերային բառի համար պապսա գրականություն ստեղծել։ Սա ըստ էության փրփուրի էֆեկտ ունի եւ այո ժամանակը նորին գերազանցություն ժամանակը կարծում եմ չի անցկացնելու իր քննությունը նման գրականությանը։ Կուզեմ լրացնել Գոռ Հարությունյանի այդ միտքը, գիտեք ինչ է տեղի ունենում եւ այսօր ինչ կա, ինչն է այդ գռեհկաբանությունների հետ կապված հատկապես, այսօր շատ երիտասարդները հատկապես ուզում են միանգամից Երևան աչքի ընկնել, դրա համար նրանք շոկային ինչ որ բաներ են անում, ինտրիգ է պետք, լեզվական արհեստական ծնծղաներ են զնգզնգացնում ուշադրություն կորզելու համար, բայց երբ որ դու նայում ես տակը, տեսնում ես բան չկա, որովհետև նախ աշխատասիրության խնդիր կա, ուղղակի չմոռանանք, որ Լև Տոլստոյի Պատերազմ եւ խաղաղության 4 արտագրած տարբերակ այդ քառահատորի պահպանվել է, թե ինչքան էլ ոչնչացել է, չգիտենք։ Այսինքն մարդը նստել իր տեքստի վրա աշխատել է։ Այսօր ասում են գրականությունը ազատվել է, գրականությունը գրականության համար, գուցե դրա մեջ որոշ ճշմարտություն կա, որովհետև 18-19-րդ դարում դա նաև ինֆորմացիայի փոխանցման աղբյուր է եղել, եւ ասենք Բալզակը մանրամասն նկարագրում էր, չգիտեմ, դեպի այդ քաղաք տանող ճանապարհը, սայլապանին, կողքը եղած տարբեր տարածքներ, որովհետև ինֆորմացիա էր փոխանցում։ Այս ժամանակներում մենք գիտենք, արդեն լրատվությունը, լրագրությունը կառանձնացավ, մյուս կողմից մենք պիտի ասենք, որ քաղաքականությունը այնպես էր, որ քաղաքական միտքը որոշակիորեն դուրս մղվեց, առանձնացավ եւ գրականությունը կարծես թե մնաց այսպես միջանկյալ եւ չգիտեր ինչ աներ։ Ի հայտ եկան երիտասարդներ, որոնք բերեցին թեմաներ, որոնք իբր թե արդիական են, այսպես ասած, բաց տեսարաններով կամ ասենք այերով, գռեհկաբանություններով բերեցին այդպես գրականություն, իբր թե իրենք նորարարություն են անում։ Չմոռանանք, որ նույն Դանիել Վարուժանը ունի հրաշալի սիրային տեսարաններով իր Եվ առասարակ այդ համեմատությունները, նոր բառամթերքը, որ կար այդ հարստությունը։ Այո, այստեղ պիտի նորից վերադառնանք Գոռի կարևոր շեշտադրմանը գեղարվեստական, որովհետև գեղարվեստականությունը նախ եւ առաջ գրականության հիմքում դառնում է արժեք։ Այդ տվյալ գիրը, տեքստը, եթե գեղարվեստական չի, ինքը այսպես թե այնպես ավելի շատ վնաս է տալու ընթերցողին
Այսօր վնաս տալիս են, այո, այսօր վնաս տալիս են ընթերցողներին։ Եթե թույլ ես շարունակեմ, պարոն Ավանեսյան, ընթերցողների ընտրության հետ կապված, աշխատելով գրադարանում, հենց մանկապատանեկան բաժնում, երեխաները գալիս են այն գրականության հետևից, որը համացանցով գովազդված է։ Ես օրինակներով երևի թե խոսքս համեմեմ, աղջիկը եկել էր թքած ունենալու նուրբ արվեստը գրքի հետևից։ Ես ինքն եմ անդրադարձել այդ գրականությանը, լավ է որ դուք խոսեցիք այդ մասին։ 9-րդ դասարաններ, ասում Մարինե ջան, արի Ստեփան Զորյան կարդա, չեմ սիրում, ասում բայց կարդացել ես, չէ, չեմ կարդացել, բա եթե չես կարդացել, ծանոթ չես, ոնց կարող ես սիրել կամ չսիրել։ Ու միայն ինքը չի, մեծ մասն է կազմում, որ համացանցի հետևից ընկնելով, սիրուն բառերի հետևից ընկնելով, որ 1-2 լայք ավել են հավաքում, գալիս են ժամանակակից գրողի հետևից։ Մեր դերն էլ է այստեղ կարևոր, որ ինչ կարող ենք խորհուրդ տալ ընթերցողներին։ Շատ ժամանակ լինում է գիրքը, ասում ենք տեղում չի, զուտ տարիքային սահմանափակումից ելնելով կամ իրեն դավություն անելով, իհարկե ինքը դա այո, բայց երբ որ մենք կոնկրետ ասում ենք չէ, չի կարելի քեզ կարդալ, նա կգնա այլ տեղից կգտնի։ Փորձում ենք գտնել այնպիսի ճանապարհներ, որ կարողանանք ճիշտ գրականության ուղու բերել երեխաներին։ Պարոն Ավանեսյանը ես հատուկ կարդացի այդ գիրքը, որպեսզի կարողանամ մեկնաբանություն ինձ թույլ տալ անել։ Շատ լավ նշեցիք, որ պարոն Ավանեսյան, ի վերջո այդ մանրամասն նկարագրերը հիմա Ռաֆու Սամվելից էլ կարող ենք մեջբերումներ անել ու ասենք, որ մենք տառապում էինք, հա, դպրոցական տարիների այդ գրքի վրա, որովհետև նկարագրությունները շատ էին, բայց մի ամբողջ մշակույթ էինք բացահայտում մեզ համար։ Այսինքն եւ այդ նկարագրությունները բացահայտում են ամենատարբեր ազգերի մշակույթը։ Ես ներողություն, հենց հիմա խոսքը իհարկե փոխանցում եմ ձեզ, որովհետև ինձ շատ հաճելի է լսել այս պրոֆեսիոնալ մեջբերումները։ Երբ մենք խոսում ենք թքած ունենալու նուրբ արվեստը ստեղծագործությունից, ես բազմիցս իրավունք եմ ինձ, հա, վերապահել ասելու, որ այդ գրականությունը մեր իրականության հետ, մեր երիտասարդների գիտակցության, դաստիարակության եւ մշակութային իրականության հետ որևէ աղերս չունի։ Մենք այնտեղ մեջ բերվում է լրիվ այլ հասարակության մտածելակերպ, լրիվ այլ հասարակության երիտասարդների բարքեր, որոնք եթե մերոնք մեր ուսանող երիտասարդները չեն եղել այնտեղ, գաղափարում չունեն այդ մասին, կոպիտ ասած։ Ինչի է դա դառնում, այո, բեսթսելեր հանրության համար եւ չգիտես ինչի այդ տեսակ վերնագրերը իդեպ Էլ չեմ ասում թե ինչ ծավալի հավաճառվեց, այդ տեսակ վերնագրերը չգիտես ինչու գրավում են։ Սա ինչ է, կրթության պակաս է, ինչի պակաս է։ Եվ մարքեթինգ։ Մարքեթինգ արդյունք։ Ես իրականում գրադարանում աշխատել ցանկացել եմ շատ, ու իմ նպատակը եղել է զուտ այն, որ իսկապես ես օգնեմ մարդկանց ճիշտ գրականություն կարդալ։ Ինձ համար ճիշտ գրականությունը դասական գրականությունն է, այսինքն հիմքը, երբ որ ընթերցողը պետք է որպես ընթերցող ձևավորվի, կարծում եմ իրեն հարգող ընթերցողը պետք է դասական գրականություն կարդա։ Ու կապ չունի, հա, որ ազգի դասական գրականությունը բարի մեջ է, հա, դասականը գիտես, դասականը յուրաքանչյուր ազգային բարի կարող է տիրապետել։ Այո, չի բանաս։ Եվ ես գրադարանում ճիշտ է չաշխատեցի, բայց 3 տարի ունեմ գրքային բլոգ, եւ իմ գրքային բլոգը չի ունեցել նպատակ, որ ունի այս պահին, բայց երբ ես հասկացա, որ ինձ հետևում են շատ դեռահասներ, 14-ից մինչև 17 տարեկան, նույնիսկ 12-13, ու երբ իրենք ինձ գրում էին, թե ինչ գրքեր են կարդում, կամ ինձ հարցնում են դուք ինչ գրքեր եք կարդում, եւ հետո ես սկսեցի ցույց տալ, ես ինչ գրքեր եմ կարդում կամ ինչպես եմ կարդում, որովհետեւ ես նկատում եմ, որ մենք ունենք շատ լուրջ բացակայություն ընթերցանության կուլտուրայի։ Այսինքն, երբ որ մենք կարդում ենք, դա շենք կառուցելու նման process է, եւ եթե մենք սխալ ենք դա կառուցում, անպայման դա փուլ է գալու մեզ վրա, որովհետեւ ես միշտ խոսք ունեմ, որ կոպիտ կարող է հնչել, բայց ասում եմ միշտ ինչով է տարբերվում չկարդացող տգետը կարդացող տգետից։ Առաջինը չկարդացողները անվնաս են, բայց կարդացողները շատ վնասակար են։ Կիզագրագետ։ Այո, եւ այդ երեխաները, ովքեր արդեն 3 տարի մեծանում են իմ բլոգում, ես ուրախությամբ նկատում եմ, որ իսկապես իրենք սկսել են կարդալ գրականություն, որի մասին գաղափար չունեին, հրաժարվել են այդ գովազդվող մարքեթինգի զոհ չեն դառնում, այդ գովազդվող գրականությունը չեն գնում, չեն կարդում, գնում են գրադարան եւ վերցնում են գրքեր, որոնք ես խորհուրդ եմ տվել կամ որոնք ասել են, որ ինքս կարդացել եմ այդ տարիքում, ձևավորվել եմ, այդ գրքերը ինձ ինչ են տվել։ Այսինքն այսօր մենք այն մարդիկ, ովքեր իսկապես գլուխ են հանում գրականությունից, բոլորս էլ թերություններ ունենք, բայց եթե մենք հասկանում ենք որն է լավ գրականությունը, որակյալ գրականությունը եւ դասական գրականությունը ընթերցող ենք, իսկ այդ մարդիկ արդեն վերանում են։
Մենք ընդհանրապես կարող ենք ուղղորդելու ձև գտնել երեխաներին, որովհետև հատկապես դեռահասության տարիքում սխալ գրականությունը երեխայի մոտ կարող է առաջացնել շատ դուրս տրավմաներ ու հետո ունենա հետևանքներ։ Ես միշտ ասում եմ, որ մամաներ ջան, երբ որ ձեր երեխաներին գումար եք տալիս, որ գիրք գնեն ու ուրախացած ասում եք, վայ տղաս աղջիկս գիրք է կարդում, դա դեռ լուծում չէ, պետք է հասկանանք ինչ են կարդում ձեր երեխաները։ Ես չեմ ուզում հիշել իմ դստեր վեճը, երբ ինքը հենց այդպես գնել էր մի գիրք, որը ուղակի հա լայն վաճառք էր ունեցել, այդպես ասած ճիշտ PR-վել էր, բայց այդ գրականությունը առհասարակ վնասակար գրականություն էր, եւ այդ ինձ թվում է, որ հիմա ինքս հաղորդում նայի կհիշի այդ դաժան օրերը։ Ես մի բան եմ ուզում ասել, այ հենց հիմա մեր հեռուստաընկերությամբ 11 տարեկան երեխան կարդաշարքն է անում, որը այս անգամ այս եթերաշրջանին անդրադառնում է բոլոր Նոբելյան մրցանակակիրներին, գրականության ոլորտում բնականաբար։ Դրանից առաջ մենք անդրադառնում էինք բոլոր դասականներին։ Երբ ես այդ մեկնարկը տվեցի այդ հաղորդման, ես մեծ մտավախություն ունեի 11 տարեկան աղջկանից պահանջել, այսինքն ինֆորմացիոն կենսագրական մեջբերումներ արվի հաղորդման ընթացքում եւ իհարկե գրականությունից եւ գրականության մասին պատմող։ Ես ապշած եմ մինչև այսօր, թե ինչ ծավալով է 11 տարեկան աղջիկը աշխատում այդ թեմայի վրա, ոնց է արդեն կարողացել գտնել ինչն է կարևոր, հա 10 րոպեի ընթացքում ներկայացնել եւ կենսագրական եւ գրականության մասին ամենակարևոր կետերը, որը պիտի բերի հետաքրքրության դաշտ այն պատանիներին իր տարիքի, որոնք կսկսեն կարդալ։ Սա մոտավորապես իմ նախաձեռնություններից մեկն էր, հնարավորինս քարոզել հեռուստաընկերությամբ կարդալու հանդեպ հետաքրքրություն։ Խնդրեմ, պարոն Հարությունյան, ձեզ ընդհատեցինք, դուք կարող եք ասել։ Ես որ խոսքի սկզբում ասացի, որ միևնույն է պետությունը զբաղվում է մշակութային քաղաքականությամբ, հենց սա նկատի ունեի, ամենաթողությունն էլ է որոշակի քաղաքականություն, այո։ Եվ գրականագիտությունը քննելիք առարկա է դարձնում նաև գրողի լեզուն ու ոճը։ Ճիշտ եմ, չէ՞ ասում պարոն Ավանեսյան։ Հիմա եթե այս կարևոր երկու բաղադրիչը պակասում է գրականությունից, ինչ է մնում տակը։ Լեզուն եւ ոճը։ Վերջին հաշվով լեզուն կատարելակենդանի օրգանիզմ է, կատարելագործվում է, շտկվում է, կոկվում է, փոփոխվում է, մարդու կյանքի պես բան է լեզուն։ Նրա խնամքով պետք է զբաղվել, իսկ ով է զբաղվում լեզվի խնամքով։ Դրանք լեզվաբանները չեն, դրանք բառարանագիրները չեն։ Բառարաններում հղումը միշտ տալիս է, գրեթե միշտ տրվում է գեղարվեստական գրականությանը։ Այս կամ այն լեզվագիտական ուսումնասիրություններում օրինակները բերում են գեղարվեստական գրականությունից։ Հետևաբար մենք որ մի քիչ այսպես ապառնի խոսենք, ինչ գալիք լեզվաբանները, գալիք բառարանագիրները, լեզվի հարցով մտահոգ մարդիկ, հայ մարդիկ առասարակ, եթե այս տենդենսը շարունակվի, ես չեմ ուզում կատեգորիկ 100%-անոց ասենք մեր գրականությունը գրեհիկ է, ապա լեզվական է, այսպես ասած, լեզվից դուրս է, լեզվի տիրույթից դուրս է։ Համենայն դեպս, եթե 51% այդպիսին է, եթե մենք այսպես դիագնոզում ենք կամ ախտորոշում ենք, հետևաբար ինչ է լինելու մեր լեզվի վիճակը ապագայում 10, 20, 30, 100 տարի հետո։ Այսինքն մենք հիմա տեսեք քննարկում ենք գրականության խնդիրները այսօր, բայց մենք հասկանում ենք, որ դա նաև լեզվամտածողության խնդիր է ձևավորելու, լեզուն պահպանելու խնդիր է։ Անուշ ջան, հասկանալի է, չէ՞, որ ժամանակակից արևելահայերենը բավականին հեռու է աբովյանական ռեֆորմից, այսպես ասած։ Աբովյանական վերքի լեզուն այսօրվա լեզուն չի։ Իսկ ինչպես կատարելագործվեց, կոկվեց աբովյանական լեզուն, փառք ու պատիվ մեծ երախտավորին, լուսավորչին։ Խնդիրն այլ բան է, բայց նորից ոնց որ դարձի շրջանից յուր վերադառնում ենք աբովյանական կետին, նորից ժամանակակից գրողը մտածում է լավ ես ինչ գրեմ ու կարևոր է ինչպես գրեմ, որ այս խալխը հասկանա, ժողովուրդը հասկանա, ընթերցողը հասկանա։ Եվ վերջին հաշվով ազգային արժանապատվություն դրսևորենք եւ ասենք, որ թարգմանչած տոն ունեցող մի ազգ այս տեսակ կուր լեզու, համակարգ, լեզվական համակարգ ունեցող ազգը, այս ազգի ներկայացուցիչ գրողը չի կարող այս տեսակ խայտառակ թարգմանական լեզու ունենալ։ Ես ասում եմ սա նաև սկսնակ, այսպես հրատարակիչ, Արմենը շատ ավելի այսպես բան փորձառու է, որպես հրատարակիչ, եւ ինքը կասի, որ կհաստատի կամ կհերքի, չգիտեմ, որ մենք հաճախ տուրք ենք տալիս այս հարաճուն, հավերժ
այսպես դիլեմային առաջարկն է ծնում պահանջարկ, թե պահանջարկն է ծնում առաջարկ։ Վերջին հաշվով մշակույթը, այդ թվում եւ գրականությունը պիտի թելադրող լինի, վերջո չպետք է սպասի, թե ինչ է ուզում հասարակությունը։ Մի ընդհանրապես յուրաքանչյուր ներողություն այսպես կենցաղայնացնելու համար, բայց ապրանք է վերջին հաշվով։ Գրականությունն ինքը ապրանք է եւ պիտի դու հաշվի առնես մատուցելիս բովանդակությունը եւ փաթեթավորումը հասկանալի է։ Լեզուն էլ է ինչ որ իմաստով մտնում ես փաթեթավորման մեջ։ Հիմա եթե դու ոգեղեն, այսպես սովյալ մարդուն, հոգևոր սնունդ պահանջող մարդուն անդադար գրական մշակութային աղբով ես սնում եւ այլընտրանքը չես տալիս, դու չես կարող ճիշտ բանաձևել կամ ճիշտ վիճակագրություն ունենալ, արդյոք սա պահանջված է թե ոչ։ Պարզապես դու անդադար առաջարկում ես մի բան, որը վատն է կամ վատ թարագույնը, վերջում մնում է մեզ վատի ու վատագույնի մեջ ընտրություն անել։ Ամբողջ հարցն այն է, որ պիտի այլընտրանքը ճիշտ տրվի, ընդհանրապես մշակույթում, ոչ միայն գրականության մեջ, բայց երբ խոսում են գրականությունից, գրականության մասին ենք ասում, իմաստավորի։ Այստեղ մեծ գործ ունեն, այս կոմպլեքս աշխատանք պահանջող մի բան է, պատկերացնում եք, մենք գործ ունենք մշակույթի հետ, իսկ առանց մշակույթի ազգ գոյություն ունենալ չի կարող, պետություն ունենալ գոյություն ունենալ չի կարող, գալիք հաղթանակներ գոյություն ունենալ չեն կարող, եթե մշակույթը չկա, այդ թվում եւ գրականությունը։ Հիմա պետությունը, գրողը, գրականությամբ զբաղվող գիտությունը իր բոլոր ճյուղերով, գրականագիտությունն է, տեսությունն է, քննադատությունն է եւ այլն։ Չգիտեմ, լրագրությունը, լրագրողները որպես համայնք, որոնք որ տարածում են, գրադարանները, գրադարանավարները, բոլորը պիտի միարժեք համակարգ ունենան կամ արժեքային միանշանակ համակարգ ունենան, իսկ ահռելի աշխատանքա, որը որ լավ թե վատ անում էր խորհրդային միությունը, այսինքն համակարգված էր անում, մեզ դա դուր էր գալիս, դուր չէր գալիս, չգիտեմ, ռեպրեսիաները մեզ դուր էին գալիս, դուր չէին գալիս, այդ ռեպրեսիաները քաղաքական ինչ նպատակներ ունեին, սա արդեն հարցի մի այլ կողմն է։ Դուք էլ անկախ պետություն եք, մենք էլ անկախ պետություն ենք, բերեք ազգային պետական շահից ելնելով անենք այս աշխատանքը։ Ինչի պիտի այսպես ես մի խումբ մարդ հավաքեմ գաղափարական իմ շուրջ, Արմենը իր շուրջ, ու այսպես ամեն մեկս մեր պատկերացրած սուբյեկտիվ միկրո միջավայրին հատուկ այսպես ճշմարտությունը կամ գեղագիտական ճաշակը թելադրենք։ Իհարկե ես համահարթեցման ու համահավասարեցմանը կողմ չեմ խոսում հիմա, եւ գրականությունն ինքը չի էլ հանդուրժում նման բան, բայց ամեն դեպքում պիտի գրականությունը մշակույթը առհասարակ ելակետը ունենա ազգային պետական շահը, եթե չունի ինչ ասես կթարգմանենք ու ինչ լեզվով ասես կթարգմանենք։ Ինչ լավ է, որ թարգմանությանն անդրադարձակ, պարոն Հարությունյան, ես գիտեմ, որ այս թեման ձեր իրավասության մեջ չէ, որպեսզի քննարկենք, բայց որպես մանկավարժ, որպես ծնող, ես որպես ծնող, ես կուզեմ անդրադառնալ, թեկուզ կարճ անդրադառնանք այս թեմային, վերջերս հատկապես անդադ քննարկվող դպրոցական գրականության մեջ տեղ գտած եւ խեղաթյուրումներին ես ուզում եմ անդրադառնալ բացառապես ընտրված հերոսներին։ Հիմա տեսեք, ելի եմ առիթ ունեցել անդրադառնալու դրան առավոտյան ծրագրի շրջանակներում, ես հիշում եմ եւ բոլորս ենք հիշում, երբ քննարկում ենք այդ թեման, որ մեր հերոսները գրքերում, եթե խնձոր պիտի տար կամ չգիտեմ ինչ պիտի լիներ, Տիգրաններ, Հայկներ, Անիներ, հա, չգիտեմ, Լիլիթներ, Արփիներ, Աստղիկներ։ Այո, դա քաղաքականություն էր, որովհետև նախ սերի գիտակցում էր ձևավորվում նորմալ, որ տղան միշտ հա հերոսի կերպարում է, քաջ է, ինքը Տիգրանն է, ինքը Հայկն է, մեր թագավորների անուններն են։ Հիմա տեսեք, այո, ես շատ հին բաներից եմ խոսում, որովհետև այսօր պարզվում է, որ հատկապես երկրորդ դասարանի գրականության հերոսները դլդոն են, Ադին եւ Բուդին։ Ես սկզբում կասկածում էի, հետո իմ աչքով տեսա ու հավատացի, որ այդպես է։ Ես էլի եմ այս հարցը ուղղել մեկ անգամ, եւս ուզում եմ ձեզ էլ ուղղել, որովհետեւ ուզում եմ այս իմ բոյկոտը ինչ որ առումով տեղ հասցնել։ Ինձ ասացեք, խնդրեմ, ըստ ձեզ դլդո-բլդոյի մեջ ով է կին, ով տղամարդ։ Դուք կարող եք սերի գիտակցություն տալիս, ես որպես երկրորդ դասարանի երեխա հասկանամ նախ, ոնց ես կարող եմ հերոսի կերպար ձևավորել, կամ թեկուզ տղա երեխան, կնոջ, հա, այն հայ տեսակի, այդ չգիտեմ, այն որ մենք ասում ենք ամբողջ աշխարհում հայկինը տարբերվում է, այդ տեսակի ձևակերպումը ոնց կարելի է նման պրոֆեսիոնալ ընտրված ձևով այսպես խեղաթյուրել։
Դասագրքերի հետ կապված ընդհանրապես խոսելիք նյութը անսպառ է։ Այո։ Դրա համար ասացի ձեր իրավասության մեջ չէ, հասկանում եմ, բայց չեմ կարող չանդրադառնալ։ Եվ այստեղ ոչ միայն շատ անելիք կա, այստեղ ֆունդամենտալ հիմնարար անելիք կա։ Եվ երևի թե այստեղ արդեն ամբողջ տիրույթը, այսինքն պատասխանատվության տիրույթը համապատասխան գերատեսչությանն է եւ այդ գերատեսչությունը առաջնորդող այսպես մարդունը, ում պետք է ուղիղ հարցնել, բայց ես որքանով որ արձագանքից ծնողների կողմից բոյկոտ, չգիտեմ, անդրադառնան այս թեմային եւ ասեն, որ սա պիկանխտի։ Բայց համատարած մենք չենք կարող մեր ընդհանրապես երկրում տեղի ունեցող process-ներից դուրս դնել կրթությունը, մշակույթ ու ասենք, այ այստեղ պիտի ամբողջ այսպես ուշադրությունը կենտրոնացնել։ Համատարած ենք ապատիկ վիճակում, համատարած։ Եվ մենք անտարբեր ենք ամեն բանի նկատմամբ հիմա, ցավի սիրտ այդպես է։ Այո, թքած ունենալու արվեստը աշխատել է։ Այո, հերիք վերնագիրը մի տվեք, սա եւս ընթերցողներ եք, չէ՞։ Եվս գովազան։ Մի տվեք, որովհետեւ լռությունը եւս քննադատական վերաբերմունք է ըստիս։ Իսկ ինչ վերաբերում է վերջի ձեր բարձրացրած հարցադրմանը, ես պիտի ասեմ, որ շատերը գուցե մոլորված են, որովհետեւ մի քաոսիկ ժամանակաշրջան է, էմոցիաները շատ խառն են, մարդը կարծես թե իր զգայարանները կորցնում է եւ շատ հաճախ նայում ենք, տեսնում ենք ստեղծագործողները, դրանք կլինեն, չգիտեմ, ֆիլմ նկարողներ, բեմի վրա կլինի, գրականության մեջ կլինի, թե ինչ, ներողություն արտահայտությանս համար մուրճով հարվածում են ընթերցողի, ունկնդրի կամ մեկի գլխին, մոռանալով, որ գուցե շոյանքը, քնքշանքը ավելի կարևոր է եւ ավելի անհրաժեշտ է այսօրվա մարդուն։ Ուզում են իրենց ասելիքը այդպես մուրճի հարվածով տեղ հասցնել, ինչը ես կարծում եմ այսօրվա մեր իրականության, քաոսիկ իրականության արդյունքում է ծնվել։ Եվ այդ նույն քաոսը ներխուժում է թե կրթական համակարգ, թե մշակույթ, թե քաղաքականություն, թե բակ անգամ երեխաների բակային խաղերի մեջ է այդ քաոսը ներխուժում, այնպես որ անելիքները, այո, այսօրվա պիտի գերատեսչությունները յուրաքանչյուր ոլորտի ինքը պիտի կարողանա կոնկրետ հստակեցնի այս քաոսը մի քիչ համակարգի, մի քիչ դասակարգի, ավգյան ախորները մաքրի, որ մենք ի վերջո հասկանանք ով ենք մենք, որտեղից ենք գալիս եւ ուր ենք գնում։ Հիմա եւ կորցրել ենք ով ենք մենք, եւ կորցրել ենք որտեղից ենք գալու, եւ կորցրել ենք թե ուր ենք գնում։ Այնինչ այդ հարցին ոնց որ հիշատակեց գորը մեծ լուսավորչին Աբովյանին, նրանից առաջ փորձել էր պատասխանել Խորենացին, Աբովյանը, Չարենցը, եւ սրանք այն կարևոր հարցադրումներ են, որ մենք մեր ինքնությունը պիտի կարողանանք ճանաչել, մենք մեր տեղը պիտի կարողանանք ճանաչել։ Հենց այդ է որ դասականներն այդ մասին ասել են, կարդացել ենք, դրա ներքո մեծացել ենք, ոնց է մենք մոռացել ենք կարևոր։ Մեզ թվում է կրակի մեջով մենք կարող ենք անցնել կամ պատը ծրագրից հանում են։ Դե որովհետև մենք հայրը սիրում ենք, չէ՞, այո, համարել որ մենք գլխով շատ սիրուն հատնում ենք պատին։ Եթե թույլ տրվի ասել, այսպես պատկերավոր ասել, մշակույթը այդ թվում դրա մեջ մի այսպես առողջի բաժին ունի գրականությունը, յուրաքանչյուր ազգի, յուրաքանչյուր ժողովրդի այսպես պաշտպանիչ վահանն է։ Եթե դու տարբեր տեղերից խոցոտում ես, փչացնում ես կինեմատոգրաֆիան, փչացնում ես թատրոնը, փչացնում ես գրականությունը, փչացնում ես պարարվեստը, էլ չգիտեմ, ինչ ուզում ես, ինչ որ մշակույթ ես ստեղծում, առհասարակ մշակույթ, հնարավոր չէ, որ տվյալ ազգը լինի կենսունակ, տվյալ ժողովուրդը լինի կենսունակ, որովհետև եթե չկա մշակույթ, ինչի համար է պայքարը, ինչի համար է պատերազմը։ Վերջին հաշվով ինքնությունը մշակույթով պիտի ճանաչենք, մենք պիտի իմանանք, որ այս բոլորով նույն արժե համակարգը, արժեբանական, արժեքաբանական համակարգը կրող վաղնջական ժամանակներից եկած ու այս օրերը հասած, այսինքն ով ենք մենք, մենքի պատասխանն իմացած, ուր ենք հասելի պատասխանը գլխներումս, կերտենք ուր ենք գնալու այս դրույթի կամ այս ձևակերպման պատասխանը։ Հիմա այսպես անհոտ, ներողություն, անհովիվ, առաջնորդ կամ անէծ հոտի պես մենք ցակ ու ցրիվ գնում ենք, այդ թվում է մշակույթը եւ քարափից գլորվելը մեզ համար արդեն այսպես անխուսափելի կլինի, որովհետև մենք չենք կարող դեմ գնալ բնությանը, մենք չենք կարող դեմ գնալ տիեզերական օրենքներին, մենք չենք կարող աքսիոմատիկ ճշմարտությունների դեմ գնալ, որոնք որ բռնել են պատմական հազարամյակների քննությունը։
Հիմա մենք ինչ ենք ուզում անել, չգիտեմ, ավելի խելացին Երևալ, քան մեր պապերն էին, նախապապերն էին, հնարավոր չէ։ Դե մեր ինքնությանը մի քիչ բնորոշ է, չէ՞, ոչ թե ծայրահեղության ժամանակ մենք սթափվենք, այլ մենք այդ կործանումը սկսված է, մի բան էլ հələ բանը բանից անցել է, նոր մենք այդտեղ որոշում ենք, որ հետ կանգնել, ասել Այս ոնց մենք կորցրեցինք մեր ինքնությունը, ոնց չհասկացանք որ ենք գնում։ Հուսամ մեր հայուհիները շատ ավելի պոզիտիվ, շատ ավելի դրական նոտայով։ Մենք իրականում բարձրաձայնում ենք արդեն ստեղծված խնդիրները եւ իհարկե ես հաղորդման վերջում կխնդրեմ, որ բնականաբար ամեն մեկն իր բանաձևը գուցե, հա, որը գտել է իր մեջ արտահայտի, բայց մինչեւ դրան անդրադառնալը մենք Օֆելիին ընդհատեցինք, խնդրեմ Օֆելի լսենք ձեզ, որովհետև ես էլի հարց ունեմ, դուք այդ երեխեքին, որ ուղղորդում եք, ինչ անել, դա իսկապես մեծ գործ է։ Ու ինչպես նշեց պարոն Հարությունյանը, ամեն մեկս մեր հերթին ով գիտակից է, փորձում է, հա, իր շրջանակներում ինչ որ լավ բան անել։ Խնդրեմ։ Ես ուզում եմ լրացնել պարոն Ավանեսյանին, իհարկե մենք հիմա քաոսային ժամանակաշրջան ենք ապրում, բայց միայն փաթաթել այդ ժամանակների վրա վատ գրականությունը մի քիչ համաձայն չեմ, որովհետև 1915 թվականին Թումանյանը իր շուրջը հավաքեց երեխաներին, ստեղծեց խաղեր ու լավատեսական նոտայով էր փորձում ավարտել, չէ՞, հույսի հայրենիք, հզոր հայրենիք։ Ես հույս ունեմ, որ այդ նոտան կունենանք նաև հիմա ու հետո։ Իսկ ինչ վերաբերում է ընթերցողներին ուղղորդելուն, այո, մեծ աշխատանք է տանում գրադարանը եւ ոչ միայն ուղղորդում ենք, այլև կազմակերպում ենք տարբեր տեսակի մշակութային հանդիպումներ, գորը կփաստի, շատ հաճախ եղել է, այո, հանդիպումներ գրողների հետ, դերասանների հետ, ռեժիսորների հետ, այսինքն կապը ընթերցող գրադարանի հետ փորձում ենք ամեն դեպքում ամուր պահել եւ հնարավորինս զերծ պահել այն գրականությունից, որը դեռ շուտ է իրենց համար։ Ինչքանով է ստացվում, չգիտեմ, բայց միայն պետության, միայն գրադարանի, միայն, չգիտեմ, հրատարակչության հույսին մնալով սխալ կլինի, որովհետև նույն այդ երեխայի մայրը գրադարանում հայտարարում է, որ Թումանյանը անկապ գրող է։ Ահա։ Այս է մեր խնդիրը, այո, շատ հաճախ նաև ընտանիքից է գալիս։ Գոնե։ Ես այնքան ուրախ եմ, որ այս տեսակ բացառումները մենք բարձրաձայնում ենք, որովհետև չէ, ճիշտ հակառակը, մենք երբ խոսում ենք այս խնդիրներից կամ չգիտեմ, թեման ենք բերում, իհարկե այս հաղորդման շրջանակներում բացառապես մշակույթի տարբեր ոլորտներին ենք անդրադառնում, բայց երբ մենք չենք խոսում այն մեզ թվում է թե փոքրիկ խնդրից, բայց սա մեծագույն խնդիր է։ Մենք պատկերը չենք հասկանում, ասում եք տվեք ինձ կիրթ մայրեր, կտամ ձեզ կիրթ հասարակություն, այսինքն կնոջ մոր ուսերին շատ մեծ պատասխանատվություն է դրված։ Որպես նժդերն էլ մի ֆանտաստիկ ձևակերպում ուներ, հայտնի մայրերի ափի մեջ փնտրել ազգերի ճակատագրերը։ Այս էլ երկրորդելով Եղիշեին թույլ տրվի ասել։ Ձևակերպում կար, ինչ ասել է անկապ գրող Թումանյանին։ Որովհետև հիմնավորում, օրինակ, եթե ես այդ արտահայտությունն անում եմ, հաջորդիվ ինչ եմ հիմնավորում։ Չէ, որովհետև երևի թե ըստ իրա 5 գրողը ինչի են հանձնարարել դպրոցում, եկել էր երեխայի երկրորդ դասարանցու համար գիրք վերցնելու, եւ թե արտահայտությունն արվում է, արդեն հիմք չկա տակը եւ չի կարող լինի։ Ուրեմն ինչքան հեռու է գրական։ Հիմա այս պայմանական ծնողը, ասում է Թումանյանն անկապ գրող է, մի քիչ ոնց որ մրցակցության մեջ լինի Չարենցի հետ ներողություն արտահայտությունից, որովհետև երբ որ Չարենցն ասում է Թումանյանն է անհաս Արարատը մեր նոր քերթության ու երկրորդ դասարանի միջնակարգ կամ գուցե մեկ բարձրագույն, ասենք, չգիտեմ, որևէ կրթություն ունեցող ծնողն ասել է Թումանյանն անկապ գրող է, Չարենցն ուզում է իր ամբողջ պերճանքով մի երկու սիրուն հայհոյանք տալ այդ կնոջ։ Թույլ տանք Չարենցը տալ։ Իրեւ ես էլի երկրորդ դասարանի գրականությունը բացեցի, այնտեղ շաբաթվա օրերը սովորեցնող բանաստեղծություններ, լավ, ասենք, որ այսօր նորաձև է ինչ-որ անհանգ բանաստեղծությունները, չնայած երկրորդ դասարանցու համար ես կարծում եմ շատ ավելի գեղեցիկ կլինի, որ հանգավորված լինի, բայց պարզվում է ինչ-որ պարսիկ գրողի ստեղծագործություն է թարգմանված հայերենով երկրորդ դասարանում։ Ես ուզում եմ հարցնել, ես հիշում եմ իմ ժամանակները եւ հիշում եմ, որ մենք այդ տեսակ այդ օրերին անցնում էինք Թումանյան, Չարենց եւ մենք այնպիսի տիտաններ ունենք, մենք ինչու ենք թողել այդ անունները եւ այսօր թարգմանում վատ
պարսիկ գրողի, իդեպ ես ներողություն եմ խնդրում, որ անունը չեմ կարող հիշել, բայց ես ազնվորեն ասում եմ, որ ես փնտրել եմ համացանցում, որ հասկանամ ով է, ինչ գրող է, գուցե հա, չգիտեմ, մանկական գրականությունն է տենց համաշխարհային դեմք է, ես չեմ գտել նրան եւ նրա մասին որևէ ինֆորմացիա չեմ կարողացել գտնել, որովհետեւ ես պատրաստվում էի հենց այս հաղորդման համար, որ իր մասին ինչ որ մի բան ձեզ հարցնեմ կամ ասեմ, ես չգտա որևէ ինֆորմացիա։ Սա ինչու է պայմանավորված, այս տիտաններին թողած, մենք ինչու ենք պարսիկ գրողների ստեղծագործություններ վերցնում, թարգմանում վատ եւ կոտրված ջարդրտված թարգմանությամբ երկրորդ դասարանի երեխային հրամցնում։ Ես կասկածում եմ, որ պարսիկ գրող կլինի ծագումնաբանորեն եւ վատ չի, որ մենք պարսկական գրականություն ենք նաեւ թարգմանում, այդ թվում է ժամանակակից, որովհետեւ պարսկական մշակույթը վաղնջական մի հրաշալի մշակույթ է, բայց հիմա թե ինչի վերլիբեր կամ ինչի հանգավոր բանաստեղծություն, խոսքը տանք Արմեն Ավանդեսյանը, թողասիտեմ սարսափելի բան չի կարող։ Վերլիբեր լինի թե տեսակ է բանաստեղծություն։ Հանգավոր բանաստեղծություն, կարևորը գրածը գրած լինի։ Այո։ Դե էտել չէր ախր։ Սա կարևորն է, որովհետև մենք կարող ենք տեսնել թե Վարուժանի վերլիբերը, թե Սիամանթոյի հանճարեղ վերլիբերը, որտեղ վերլիբերը եւս ունի իր կառուցվածքը ունի, որովհետև տողը պիտի լինի ամբողջական միավոր ներքին հնչյունային փոխկանչ, ներքին հանգավորում է ունենում նաև որոշ բայց առաջին դասարանցում չէ, ուրիշ բան եմ ասում, այս ընդհանուր տեսական բան եմ ասում, երկրորդ դասարանցում ինչ վերլիբեր, երկրորդ դասարանցում մենք դպրոցի ճամփա եմ հիշում, հետ ենք հիշում, այն որ տատիկին շատ կարոտել է Երկենազգասարտաշատ, հետ ենք հիշում դպրոցում, բնականաբար դե ամենահանճարեղ գործերից մեկն մենք անցել է ժամանակ։ Երեխայի համար պիտի մի քիչ մշակույթի հետ ծանոթանալ լինի խաղի ձևով։ Երեխայի համար պիտի լինի խաղի ձևով։ Ես ինքս կատեգորիկ դեմ եմ առաջին, երկրորդ, երրորդ դասարանի տարական դասարանի երեխաներին ինչ որ թարգմանական բաներով բերել եւ պատրասել ու պատվաստել։ Որովհետեւ նախ պիտի ինքը իր ինքնության, իր հոգեկերտվածքի, գրականության հետ հաղորդակցվի, ինչպես որ հանճարեղ ձևակերպում ունի Օշականը, ասում է այն մարդ յուր ազգի ավազանեն պիտի սնվի, գրողի նկատմամբ է ասում, բայց ընդհանրապես բոլորս յուրաքանչյուր մեկս մենք մեր մշակութային ազգի ավազանեն պիտի սնվենք, հետո գնանք աշխարհը ճանաչենք։ Ես դեմ չեմ, որ լինեն թարգմանություններ, ճիշտ է, այսօրվա տեխնոլոգիական, արհեստական, բանականությամբ, Google Translation-ով չլինի թարգմանությունները, մեկ էլ տենում ես մի հոգին հելավու սկսես թարգմանել համ իսպաներենից, համ կորեերենից, համ հունգարերենից, ասում ես ինչքան լեզու գիտես դու, ցավը տանեմ, աղջիկ ջան կամ տղա ջան, որ այսքան թարգմանություն Այնիշ թարգմանությունները, եթե մենք ասենք նայենք նույն ասենք Մասեհյանի թարգմանությունները, նայենք տենենք ինչ աշխատանք է կատարել այդ մարդը, երբ որ նույն նայենք ասենք մեր խորհրդային շրջանին հրաշալի թարգմանություններ են ունեցել, հրաշալի թարգմանիչներ են ունեցել, այս մարդիկ ինչ աշխատանք էին կատարում եւ ամենակարևորը, որ Բորխեսի թարգմանիչներից մեկն էր, անունը այս պահին չեմ հիշում, մի հետաքրքիր հարցազրույց էր տվել եւ ասում էր, որ Բորխեսին թարգմանելու ժամանակ պետք է թարգմանելիս լինել բանաստեղծ։ Ընդհանուր առմամբ, ով որ թարգմանում է, նա պիտի օժտվածություն որոշակի ունենա, արձակ է թարգմանում, այո, պիտի մի քիչ արձակագրի ձիրք ունենա, պոեզիա է թարգմանում, պիտի պոետական տեսություններին ծանոթ լինի։ Նայում տեսնում ես բնագրում 4-ը տողա, սա 6-ը տողա դարձել։ Ինչի։ Բնագիրը 4-ն է, դու էլ 4 դարձու, տեղավորվի 4-ին։ Հիմա հարց, առհասարակ գրականության հանդեպ խումբ, հանձնաժողով, վերահսկողություն, ոնց է անցնում, ոնց է տպագրվում։ Շատ վատ է եւ շատ լավ։ Ես եմ վերցրել եմ, գրել եմ, ինչ ուզել եմ, պիտի տպագրեմ, ուր եմ գնում։ Յուրաքանչյուր հրատարակիչ խղճի մտոք ինքը իր այսպես խմբագրական կոլեգիայով նորմերը թույլ կտան է եւ ոչ մի հրատարակիչ հաշվետու չէ այսպես պայմանական ասած մի վերին ատյանին որն է մշակութային քաղաքականություն իրացնող գերատեսչությունը, կրկնում եմ, անդադար պետք է թմկարել սա։ Եթե մեզ մշակույթ պետք չէ, ուրեմն ոչինչ պետք չէ։ Ոչ մի գերատեսչություն պետք չէ, ես ասում եմ պատասխանատու կերպով, որովհետև մշակույթը եթե բացակայում է պաշտպանական համակարգից, տնտեսական համակարգից, իրավական համակարգից, հատկապես իրավական համակարգից, որովհետև եթե մշակույթը բացակայում է, իրավաբանը դառնում է մշակույթի նախարար, մշակույթը պայմանական եմ ասում, բոլոր համընկնումները համարենք պատահական են։
եւ մշակույթը այսպես դառնում է մի դիլետանտների այսպես գործունեության դաշտ վայր եւ այլն։ Մի հաղթան, եթե պետությունը որոշի, հենց հիմա կանդրադառնանք, եթե պետությունը, չգիտեմ, լիներ այդ համագործակցությունը, ենթադրենք ժամանակներ են, որտեղ ինչ որ բանի բաց թողում կա կամ ինչ որ ճահիճ է այնտեղ գոյանում բոլոր բարոյական նորմերի համաձայն, կարող էր գրական ստեղծագործողը եւ պետությունը ունենալ այնպիսի համագործակցություն, երբ պետությունն ասեր, որ մենք ունենք այստեղ այսինչ խնդիրները, մեզ պետք է ունենալ այս տեսակ գրականություն, նորից, չգիտեմ, վերականգնելու հերոսի կերպարը, մոր կերպարը, չգիտեմ, ամենատարբեր թեմաների։ Կարող էր դա լինել։ Կարող էր եւ անում է հայտարարելով դրամաշնորհներ եւ դիցուկ Բայց ինչ թեմաների է անդրադարձը լինում։ Դիցուկ ոչ հեղինակին եմ ուզում հիշատակել այսպես, ոչ էլ գրքի վերնագիրը, որ չստացվի գովազդ, բայց ես գիտեմ, որ մեր օրերի համար գոնե շատ առանցքային թեմա, որն է հայրենիքը, պաշտպանությունը, չգիտեմ, ուժը, կորովը, ամեն ինչը, նման գիրք մերժվել է, որպեսզի ալբաներեն գուցե անպատասխանատու լավ չասեմ, գուցե կարող ինչ-որ մի բան սխալ իմանամ, բայց համենայն դեպս ոչ այսպես կոմպետենտ գրականություն տպվի, հրատարակվի այլ լեզվով։ Մեկը մեկի հաշվին չի արվել, պարզապես բյուջեն սուղ է եղել եւ շատ օրակարգային է եղել, որպեսզի այդ գրականությունը տպվի դիցուկ ալբաներեն։ Հայկական այդ գիրքը տպվի ալբաներեն, դրա համար այդ բյուջեից հնարավոր չէր նման մի գրականությանը, նման մի գրքի օժանդակել։ Ահա պետական քաղաքականությունը։ Ես ուզում եմ գլավլիտին դեմ եմ, հենց սա նկատի ունեմ։ Այո, դուք շատ սիրուն բառ եւ ճիշտ դիպուկ բառ եք օգտագործում, համագործակցություն։ Պետք չի այսպես մանգաղն առնել, ընկնել գրողներին հնձել, ինչ որ արել են։ Եթե չի համապատասխանում քո պետական քաղաքականությանը, բայց դու շատ ներփորեն համագործակցային դաշտ կարող ես ստեղծել, որ ես իբրև հրատարակիչ եւ գրող, Արմենը որպես հրատարակիչ գրող գրականագետ հասկանա, որ պետության քաղաքականությունը սա է իշա ազգի ու պետության։ Հակառակ պարագայում դու այսպես շատ խոչընդոտներով փորձես աշխատել։ Այ, այդ որ գլավլիտը չկա, դա լավ է։ Այդ որ կար գլավլիտը մի շատ կարևոր գործ էր անում եւ արգելում էր այսպես կոչված թափոնի մոլախոտի մուտքը միջավայր։ Այսօր խառը իրար են խառնվել մի ջրեղեղի ժամանակ են որ պղտոր խառը տեսակի բաներով եւ այլն ջուրը ոնց է դուրս գալիս ցամաքի վրա, այսպիսի վիճակ է ստեղծվել։ Ու գիտեք, նաև ժամանակը այսօր մի քիչ ոչ բարենպաստ է, որովհետև եթե գոնե 15-90-ականներին բանին կար գրական մամուլ, եւ գրական մամուլը որոշակիորեն հղկում էր նոր մուտք գործող երիտասարդին։ Կար նայում էին մամուլին էին հետևում, մամուլը ինքնին արդեն ուներ խմբագիր, որը լավ թե վատ ուներ իր գոնե որոշակի հղկվածությունը, գոնե մաքրում էր, գոնե հնարավորինս, հա, չէր թողում, այսինքն ինչ որ արհեստական բանը սխալ կամ ասենք մերժվող գիրը մտներ տվյալ ոլորտ, չնայած կար եւ մամուլ, որը այսպես կոչված բացխոսության ռոպագանդայել իր բնույթը ուներ, հա, բայց այդ մամուլում երիտասարդները գոնե մեր սերունդը իմ գորի սերունդը այդ մամուլի միջով որոշակիորեն հղկվածություն էին անցնում եւ արդեն գրքեր էին լույս տեսնում համեմատաբար ինչ որ ֆիլտրացումներով անցկացված։ Այսօրվա մի շարք երիտասարդներ ուղղակիորեն գրում ու միանգամից բերում են գիրք հրատարակելու։ Նայում ես, ասում ես գնա մի անգամ արտագրի էլի, ասում է, ավեշ չկա։ Բայց էլի եմ ասում, ես տեսնում եմ, որ կան նաև պատասխանատու երիտասարդներ, ես այստեղ թե Արփինեի գրվածքներին եմ ծանոթ, չնայած առաջի անգամ ենք հանդիպում, թե Օֆելիի գրվածքներին եմ ծանոթ, դե Գորի մասին բան չեմ ասում եւ այսօր էլի կան մի շարք հրաշք երիտասարդներ կան, նույն Հայկ Սիրունյանի անունը անպայման պիտի տան, որ աշխատում է անպայման պիտի Լևոն Բեժանյանը Գյումրիից բավական շատ հետաքրքիր ձեռագիր ունեցող Արմեն Ավոն արցախցի երիտասարդ, այո, արցախցի Արմեն Ավոյի ձեռագիրներ բավական հետաքրքիր ենք, պիտի անպայման դեռ ճանապարհ անցնեն եւ աշխարհայացքը ժամանակի հետ ավելի հասունանում է, բայց այս մարդիկ որ պատասխանատու են, կոմպետենտ են իրենց գործի մեջ,
հա, օրինակ շատ հետաքրքիր մի վեբ, որ կարդացել եմ Արփինեից, հա, Սատանան կինը Վեներայից։ Վերնագիրը արդեն իսկ անպայման։ Արդեն իսկ վերնագիրը շատ, օրինակ ինձ համար աշխարհայացքային գոնե կնոջը ճանաչելու, իմ մորը, իմ քրոջը, իմ կնոջը ճանաչելու մի շարք հետաքրքիր բացահայտումներ է արել, որովհետև բաներ կա, մենք միայն տղամարդու տեսանկյունից ենք նայում, բայց հենց մի հատ մեզ հնարավորություն է տալիս մյուս տեսանկյունից դիտարկելու, ինչի համար այդ գիրքը ինձ համար դարձել է բավականին հետաքրքիր գիրք։ Ինչ լավ է, որ ասացիք, ես ուզում էի հարց տալ, ասում է ժամանակին Ախմատովան ասում էր լինել կին բանաստեղծ անհեթեթ է, բայց այնուամենայնիվ ես սովորեցի կանանց խոսել։ Այնուամենայնիվ Ախմատովան ճիշտ է։ Այո։ Ես մտածում էի, որ շատ ավելի դրական պատասխան պիտի լսեմ, կարող է պարոն Ավանեսյանը նշեց ստեղծագործությունների մասին, առհասարակ կին ստեղծագործողներին դուք ինչպես եք էլի տենց կաք, չգիտեմ, այնուամենայնիվ համարել, որ կանայք շատ են զգացմունքային եւ իրենք մի տեսակ չեն կարողանում լայն գրել։ Վերջում Նյու Յորքի համազգայինի նախագահ Հրանտ Մարգարյանի հետ նախաձեռնությամբ հրատարակեցինք մի շատ հետաքրքիր գիրք, որը կոչվում է Ձայն քերթողական։ Եվ երիտասարդ բանաստեղծներին մինչև 40 տարեկան սահմանը դրեցինք եւ այնտեղ մոտ 50 բանաստեղծի հրատարակեցինք, այդ գրքում զետեղեցինք, մոտ մի 50-ն էլ տեղափոխեցինք մեկ ուրիշ գիրք կլինի, որը ավելի նոր մուտք գործողների, հա, կլինեն այդ եւ այլն, ու զարմանալիորեն մեծ մասը կին ստեղծագործողներ են։ Կին ստեղծագործողների չեմ ասի բոլորի, բայց շատերի մոտ գոնե պոեզիայում արկա է շատախոսությունը, երկարախոսությունը, կնոջը հատուկ մի բան։ Երկարախոսությունը։ Նայում տեսնում ես, որ բանաստեղծություն է գրում ու չի ավարտվում։ Այ աղջիկ ջան, ինչից կտրվեց։ Ասելիքը շատ է, պարոն Ավանեսյան։ Բայց քիչ ուզում մեկ ստեղծագործության մեջ ամեն ինչ ասել, այ մարդ։ Ասեմ, հետաքրքիր մի բան կար, ասում ինչու են կանայք ասում է ապացուցվել է, որ 3 անգամ ավելի շատ են խոսում, քան տղամարդիկ։ Եվ կանայք պատասխանում են, այո, որովհետև մենք մի բանը ձեզ 3 անգամ ենք ասում։ Հիմա ասվում է շատ մի անգամից, որտեղ հասցնենք։ Եվ մի ասելիքի մեջ բոլոր չասածներն ենք ասում։ Քանի որ մեր կանայք հավեստորեն լռում են ու քիչ խոսեցին, ես կուզեմ նաև այս հարցը ձեզ ուղղել։ Դուք իսկապես ունեք այդ մտավախությունը, որ այնուամենայնիվ տղամարդ ստեղծագործողները մի տեսակ ուրիշ կերպ են նայում, այո, կին ստեղծագործողներին եւ եթե մի քիչ ավելի լուրջ, իսկապես այսօր կին ստեղծագործողները բոլոր այդ մասնագիտական, հա, ձևակերպումներից առհասարակ կին ստեղծագործողներից որ կարողանում են իրենց դրսևորել եւ ստեղծել իրենց տեղը, դիրքը գրականության մեջ։ Խնդրեմ։ Բոլորի անունից խոսել չեմ կարող։ Դե ձեր անունից ուրեմն։ Ինքս բախվել եմ տղամարդ ստեղծագործողների նախանձին եւ համարձակվում եմ ասել այդ բառը։ Ինձ համար եղել է շոկային, երբ ես հասկացել եմ, որ հակառակ սեռի մեկը կարող է ինձ նախանձել։ Ես հասկացել եմ, որ նախանձը գոյություն ունի որպես երևույթ, բայց ինձ համար իսկապես բացահայտում է եղել, որ տղամարդը կարող է ինձ նախանձել, ինձ թվացել է տղամարդիկ միայն կարող են ինձ համակրել։ Բայց նախանձելուն իրականում, որ բախվել եմ, շատ անակնկալ է ինձ համար եղել։ Ես ֆեմինիստ չեմ, սեքսիստ չեմ, բայց չեմ սիրում դնել սեռային տարանջատում։ Իր դիրքը, իր տեղը զբաղացնել գրականության մեջ այդ եզրույթը, հա, ընդհանրապես դա որոշում է ընթերցողը։ Ու ես ինքս իմ գրքերը հրատարակելիս, սկսած առաջինից, որը եթե հիմա այս խելքից լինեի չհրատարակի, որովհետև դա հում վիճակում գտնվող ինչ որ նյութ է եղել, որը այվանց նշվեց պատասխանատվության մոտենալու դեպքում, եթե ինձ լիներ ուղղորդող մարդ որպես սկսնակ եւ այլն, ես չէի հրատարակի։ Բայց ընդհանուր առմամբ ես դիեզերքի հետ պայմանագիր եմ կնքել, որ եթե ես ստեղծում եմ մի բան, որը մարդկանց իսկապես արդյունք է տալիս, ունի այն նպատակը, որով գրվում է, այսինքն մարդկությանը ծառայելու համար եմ ես գրում իմ ստեղծում իմ գրականությունը, թող դա լինի ընթերցվող, թող դա տարածվի ընթերցողների միջոցով եւ ապրի։ Այսինքն իմ տեղը, դերը եւ այլն ես իմ անձը այստեղ լրիվ հանել եմ այն կողմում դրել ու իմ նպատակը այն է, որ ինչ որ ես ստեղծում եմ, եւ դա գալիս է իմ ներսից, իմ փորձից, իմ ցավից, իմ ուրախությունից, այդ ամենը եթե իսկապես պետք է մարդկանց ծառայի,
թող լինի շարունակական, թող ընթերցվի, թող տարածվի եւ թող ես ստեղծագործը։ Եթե դա ինչ որ մի օր պետք է լինի իմ անձի համար եւ որ ես իմ անձը շահարկեմ, թող դադարի։ Շնորհակալություն, Օֆելի։ Ինձ համար կարևոր է լինի լավ գրականություն, լավ ստեղծագործություն, թե տղա կլինի, աղջիկ կլինի հեղինակը, դա արդեն երկրորդական է։ Ես գրականությունն այնքան շատ եմ սիրում, որ եթե անգամ ես վնասեմ գրականությանը իմ գրով, ես պատրաստ եմ նույնիսկ չգրել։ Այդքան սիրում եմ։ Առհասարակ ես վերջերս եւ հանրության մոտ էլ իմ մոտ էլ բավական հեղինակություն ունեցող մարդիկ շատ դրական են արտահայտվում կին ստեղծագործողներին, հատկապես հիմա, եւ ասում են, որ նրանք իսկապես լուրջ քայլեր են անում եւ հետաքրքիր մոդել է, հա, ձևավորվում։ Մի բան ասեմ, առանձնահատկություն եմ ես նկատել կին ստեղծագործողների մոտ, կապ չունի ազգը, հայ կամ օտարազգի, մեր ոգեշնչումը։ Այսինքն ընդհանրապես կինը մոտիվացնող է։ Ընդհանրապես կինը ստեղծող է, Աստծո կողմից, հա, ստեղծված է ինքը որպես ստեղծող։ Աստծուց հետո մենք ենք, չէ՞, կյանք վարքեվում, ու ընդհանրապես կինը այնպեսի ուժ ունի, որ եթե բացահայտեց, всё, իր դեմը կանգ առնել չի լինի։ Այո, բայց դրասը կարող է քանդել էլ, այո, բայց եթե կինը իսկապես գիտակցի, թե ինքը ոչ թե ուժեղ է, ուժեղության մասին չէ խոսք, այլ ուժը, որովհետև դրանք տարբեր բաներ են։ Եթե կինը գիտակցում է իր ուժը եւ դա կիրառում է ի նպաստ մարդկության, ինքը փրկողակ է հանդիսանում։ Ընդ որում կնոջ ոգեշնչումը երբեք չի լինում, պատկերացնենք տղամարդը։ Տղամարդիկ, ովքեր գրում են ընտիր պոեզիա կամ արձակ, որևէ նշանակություն չունի, մեծամասամբ կարող են ոգեշնչվել կնոջից կամ, չգիտեմ, ինչ-որ ուրիշ առարկաներից, երևույթներից, բայց ես հասկացել եմ իմ փորձով ամեն դեպքում եւ շատ այլ կին ստեղծագործողների, որ երբ կինը գրականություն է ստեղծում, նրա ոգեշնչման աղբյուրը կարող է լինել ոչ մեկ։ Ինքը իր ներսից կարող է ստեղծել եւ մատուցել այնպիսի գրականություն, որը մնահավերժ։ Հարգելի հյուրեր, թույլ տվեք այնուամենայնիվ, քանի որ այսօրվա թեման գրականությունն է եւ գրականությունը ի վերջո ձևավորում է հանրության եւ ճաշակը եւ գիտակցումը հայրենիքի, մշակույթի կարեւորության, ընտանիքի, ամեն ինչի հանդեպ գրականությունը կարող է թելադրող լինել։ Դրանից ելնելով ես կուզեմ այն վերջում ձեր փոքրիկ ձևակերպումները, բանաձևերը, եթե գտել եք ձեր ներսում, տալ գրականություն, հասարակություն, ժամանակների արտացոլանք ձևակերպման մեջ։ Խնդրեմ, պարոն Ավանեսյան։ Ես ուզում եմ ընդհանուր առմամբ հասարակությանը ասել եւ յուրաքանչյուր մարդու ասել, եթե ուզում ես անկախ լինել, պետք է կարդաս եւ կարդաս լավ գրականություն։ Այլապես մանիպուլյացիաներին շատ արագ կարող է ստրվել։ Ավաղ, Արփին։ Լեզվամտածողության մասին այդքան որ խոսում եք շատ համաձայն եմ, բայց ես խնդրում աղաչում եմ բոլորին ձեռք բերել այլախոհություն։ Այսինքն ինքնաճանաչողություն տանող ճանապարհը գտնել, որոշել որ դա գնալու ենք մինչև վերջ, ինքնաճանաչվել եւ օրինակ լինել պարզապես։ Շնորհակալություն, խնդրեմ։ Վարդգես Պետրոսյանն ասում էր գիրք կարդալը ծով մտնելու նման մի բան է, ես ուզում եմ մի փոքր փոփոխեմ, գրականությունը թող լինի ծով մտնելու նման մի բան, որ գլուխդ պտտվի այդ անսահմանությունից։ Շնորհակալություն, պարոն Հարությունյան։ Գրականագիտությունը մի այսպիսի տերմին է ճանաչում ծրագրային գրականություն։ Մենք ապրում ենք մի ժամանակներ, որ հիմա մեզ շատ պետք է ծրագրային գրականություն։ Յուրաքանչյուր ստեղծագործող թող իր գրականությունը բխեցնի մեր օրերից եւ ծրագրային գիր առաջարկի մեր գալիք հաղթանակների համար։ Շատ լավ նշեցիք, սիրելի հեռուստադիտողներ, ամփոփելով մեր այսօրվա հանդիպումը, թեման, որի անունն էր գրականություն, ես կուզեմ, որ այն ուշադրության կենտրոնում լինի հատկապես մասնագետների կողմից մեջ բերած օրինակները, դիտարկումները ու խորհուրդները, որովհետև վատ է, երբ լսում եմ արձագանքը, որ հաղորդումը կարող են դիտել միջին տարիքից ու բարձր մարդիկ, որովհետև այստեղ երիտասարդությունը իհարկե զվարճալի ու ժամանցային ձևաչափ չի տեսնում, բայց ցավոք ինքը նաև չի տեսնում են գեղեցիկ ձևակերպումները, որ տալիս են մեր հյուրերը, որովհետև դա միայն մեզ կօգնի առաջ գնալ, ինչպես նշեցին մեր հյուրերը, կարդալը, կրթվելը, որովհետև միայն դրանով կարող ենք պահպանել մեր ինքնությունը։ Ես շնորհակալ եմ այսօրվա հանդիպման համար, շնորհակալություն գեղեցիկ խորհուրդների, խոսքերի ու ձևակերպումների համար, որն ինձ ամեն անգամ տալիս է հնարավորություն սովորելու։ Եվ եւս մեկ անգամ ուզում շնորհակալություն հայտնել Մեգերյան Կարպետին։ Այսօր այսքանը, մենք կհանդիպենք հաջորդ շաբաթ, ցտեսություն։